1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո եւ Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակումից հետո Իրանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները միշտ էլ այսպիսի վայրիվերումներ են ունեցել եւ ամեն տարի պետք է հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների կառավարությունը ստորագրում է 1 տարով երկարաձգելով Իրանի դեմ պատերազմական գործողությունները, այսինքն ամեն տարի իրենց սեղանի վրա դա դրված է եղել 79 թվականից ի վեր, որ կարող են պատերազմ իրականացնել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ նկատմամբ, բայց ամեն տարի գտնվել է այլ լուծումներ, ուրեմն շրջանցելու համար այս կոշտ քաղաքականությունը, բայց պետք է հիշեցնել, որ Դոնալդ Թրամփի թե առաջին նախագահության շրջանում 2017 թվականից երբ որ ընտրվեց եւ 2018 թվականին նա դուրս եկավ միակողմանի Միացյալ Նահանգները դուրս եկավ ՀԳՀԾ-ից, համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից, հենց այս ժամանակ նրա ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Բոլտոնը ամեն ինչ անում էր, որպեսզի կրկին բերել հենց այս վիճակին, որ Միացյալ Նահանգները այլ ընտրանք չունենա, քան պատերազմ հայտարարի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Պետք է նշեմ, որ սրան բավական մեծապես աջակցում են նաև Միացյալ Նահանգների իսրայելական լոբբին եւ կառավարության շրջանակներում գործող հրեա ծագումով հրեա քաղաքական գործիչները, քանի որ նրանց համար Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունը գոյութենաբանական խնդիր է առաջ բերում։ Եվ մենք տեսնում ենք, որ իրենք կարողանում են իրենց լոբինգով, համայնքներով ազդել ուրեմն Միացյալ Նահանգների հատկապես հանրապետական կուսակցության ներկայացուցիչների վրա, եւ ինչպես ասացի, Դոնալդ Թրամփի առաջին նախագահության շրջանում եւս բավական սուր արտահայտվում էր այս իրավիճակը։